Զորահանդեսի հարցում ամեն ինչ պարզ է։ Դա Փաշինյանի նախընտրական PR-ն է։ Նրա շուլերության, նրա բլեֆերի շրջանակներում։ Այն ղեկավարը, որը մեր երկիրը տարել է պատերազմի եւ պարտության, այն ղեկավարը, որը խայտարակել է, նվաստացրել է մեր պետությունը, բնականաբար որևէ բարոյական իրավունք չունի ռազմական շքերթ ընդունելու։ Դա անվիճելի է։ Բայց մյուս կողմից ես դեմ եմ, որ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը տարածվի մեր բանակի վրա։ Ես մերժում եմ այն խոսակցությունները, թե այսինչը հնացած է, այսինչը խաղալիք է, այսինչ զենքը արկեր չունի, այսինչը ընդհանրապես ոչ մի բանի պետք չէ։ Ես մերժում եմ այդ խոսակցությունները այն պատճառով, որ մենք պետք է բոլոր դեպքերում պատրաստվենք պատերազմի եւ դա մեր անվտանգության խնդիրն է։ Ադրբեջանը միևնույն է հարձակվելու է Հայաստանի վրա։ Անկախ նրանից Փաշինյանը կլինի թե չի լինի։ Եթե Փաշինյանը լինի, եթե նա մնա, ապա մեր դիմադրողականությունը բնականաբար շատ թույլ կլինի։ Օրինակ, նա արդեն ասել է, որ հանձնելու է Տիգրանաշենը, իսկ պատերազմը տեղի է ունենալու ամենայն հավանականությամբ Սյունիքի շուրջ եւ հետեւաբար Հայաստանի հյուսիս, Հայաստանի հարավ կոմունիկացիաները մեղմ ասած շատ դժվարանալու են։ Բայց եթե Փաշինյանը գնա, իսկ նա վաղ թե ուշ կգնա, միևնույն է պատերազմ է լինելու եւ մենք պետք է ակնածանքով վերաբերվենք մեր բանակին, պետք է միշտ խոսենք բանակի մասին դրականը եւ պետք է գնահատենք այն ինչ ունենք ու շատ ցանկանանք, որ այն ինչ ունենք, այն զենքերը, այն սպառազինությունը, որը մենք ունենք, բազմապատկվի եւ տասնապատկվի։ Կրկնեմ, մենք պետք է պատրաստվենք պատերազմի, Ադրբեջանի դեմ պատերազմը իմ կարծիքով անխուսափելի է եւ այդ առումով անկախ նրանից թե ով է իշխանության գլխին, պետք է մտածենք նախ եւ առաջ մեր անվտանգության մասին։